Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքով Նիկոլ Փաշինյանը կշարունակի սիրել մեր երկիրը երրորդ ժամկետն անընդմեջ, բայց ընդդիմությունը դեռ չի ճանաչել արդյունքները։ Հետընտրական Հայաստանում լարվածությունը աճում է։ Ընդդիմադիր երկու ուժ արդեն հայտարարել է արդյունքները բողոքարկելու որոշման մասին։ Բարգավաճ Հայաստանն ու Հայաստան դաշինքը կվիճարկեն արդյունքները։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մոտ 1 ժամ առաջ հայտարարել է, որ հետագա անելիքների իր թիմը քննարկում է ընդդիմադիր գործընկերների հետ, հանձնառությամբ, որ դաշինքը չի լքելու պայքարի խրամատը։ Շնորհակալ եմ Հայաստան դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ։ Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո։ Մի բան հստակ է, չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի խրամատը։